Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը նշանակվել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Իրանի պատվիրակության ղեկավար։ Այս մասին հայտնում է Իսնալ լրատվական գործակալությունը։ Լրագրողների տվյալներով փոխնախագահ Ջեյդի Վենսը կլինի ամերիկյան կողմի գլխավոր բանակցողը։ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ սկսվել է Իսլամական Հանրապետության դարաշրջանը։ Այսօր պատմության մեջ մի էջ է շրջվել։ Աշխարհը ողջունում է իշխանության նոր բևեռը։ Մեկնարկել է Իրանի դարաշրջանը, հայտնել է փոխնախագահը։ Ռուսաստանը հանդես է եկել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման օգտին, ընդգծելով, որ խաղաղությունը պետք է ապահովի բոլոր կողմերի շահերի պահպանմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով ներկայում փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը եւ այդ պայմաններում կարեւոր է հասնել տարածաշրջանի կայունացման, հիմնված բոլոր երկրների շահերի հավասարակշռության վրա։ Մենք ցանկանում ենք Մերձավոր Արևելքի խաղաղեցում, ներառելով ինչպես Իրանի, այնպես էլ նրա հարևանների շահերը, նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Իրանը դիմել է Վաշինգտոնին, խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները։ Հեքսեթի խոսքով Իրանը տասնամյակներ շարունակ սպառնալիք է եղել ԱՄՆ-ի համար, սակայն իրավիճակը փոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ։ Իրանը աղաչում էր հրադադար, եւ դա բոլորին հայտնի է, նշել է Պենտագոնի ղեկավարը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հակամարտության ընթացքում հրադադարի ռեժիմը։ ԱՄՆ-Իրան հակամարտությունը դադարեցված է, ինչպես եւ կանխատեսվում էր, երկու կողմերն էլ հաղթանակ հայտարարեցին։ Ուրեմն ով հաղթեց, առաջին հերթին առողջ բանականությունը, որի հանդեպ հավատը լրջորեն խաթարվեց Սպիտակ տան հայտարարություններով, իրանական քաղաքակրթությունը մեկ օրում ոչնչացնելու մասին, ասել է քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 10 կետանոց ծրագրին, հաջողություն է իրանցիների համար։ Վերջինիս խոսքով միակ հարցը այն է, արդյոք Վաշինգտոնը կհամաձայնի դրան, չէ՞ որ ԱՄՆ-ի առջև դրած պահանջները ներառում են Իրանին հասցված վնասի փոխհատուցում, միջուկային ծրագրի շարունակություն եւ Թեհրանի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ, որը մեծ նշանակություն ունի Թրամփի համար։ Առաջին նավերը Հորմուզի նեղուցով մտել են Օմանի ծոց ապրիլի 8-ի առավոտյան, ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունից հետո, հայտնում է Marine Traffic նավերի հետևման ծառայությունը։ Ծառայության տվյալներով հունական Angie Earth բեռնատար նավը նեղուցահատել է ժամը 8:44-ին, Երևանի ժամանակով 12:24-ին եւ այժմ գտնվում է Օմանի ծոցում։ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը մեկնել է Իրանի Բանդար Աբաս նավահանգստից եւ նեղուցով անցել ժամը 6:59-ին, Երևանի ժամանակով ժամը 10:59-ին։ Ծառայությունը նաև նշել է, որ Պարսից ծոցում ներկայումս գտնվում են մի քանի 100 նավեր, այդ թվում 426 տանկեր եւ ավելի քան 50 գազատար։ Իրանին ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում պատճառված վնասները կփոխհատուցվեն ստեղծված հատուկ ներդրումային հիմնադրամից, հաղորդում է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը, հղում անելով Թեհրանի կողմից ներկայացված հրադադարի պայմանների ամբողջական տեքստին ծանոթ աղբյուրին։ Հրադադարի վերջնական շրջանակը սահմանող ծրագիրը ներառում է վնասի փոխհատուցում ազգային ներդրումային հիմնադրամի ստեղծման միջոցով, ասվում է հայտարարության մեջ։ Այս հիմնադրամի կառուցվածքի կամ կառավարման վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Հակամարտության ընթացքում իրանական ուժերը վնասել են ամերիկյան դեսանտային նավ եւ ավիակիր, ստիպելով նրանց նահանջել Հնդկական օվկիանոսի խորքերը։ ԻՀՊԿ-ն այս հայտարարությունը արել է իրանական խոստում 4 գործողության 100-րդ ալիքի վերաբերյալ իր զեկույցում։ LHA-7 դեսանտային նավը հարվածել է թևավոր հրթիռներով։ Այն նահանջել է Հնդկական օվկիանոսի խորքերը, վնասվելուց եւ հրդեհվելուց հետո։ Անօդաչու թռչող սարքերը նաեւ հարվածել են CVN-74 ավիակրին։ Վնասվելուց հետո այն նահանջել է Հնդկական օվկիանոսի խորքերը, ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։
Հունիսի 7-ի ընտրապայքարին ընդդիմադիրները պատրաստվում են մասնակցել ամենաանհավանական դաշինքներով։ Եվրամեդիա 24-ի տեղեկություններով առաջիկայում կազդարարվի նոր ու անսպասելի դաշինքի ձևավորման մասին։ Ըստ տեղեկությունների Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցության հետ դաշինք ձևավորելու մասով քննարկումներ են անցկացնում Ազգային ժողովի նախկին նախագահ հայ պետական քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի որդին։ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը ՀԺԿ երկարամյա ղեկավարն է եղել, 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է հիմնական ընդդիմադիր թեկնածուն։ Վարդան Ղուկասյանի գլխավորած քաղաքական ուժի հետ բանակցություններ է վարում նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ կողմերն արդեն իսկ եկել են համաձայնության եւ առաջիկայում կհայտարարեն միավորման մասին։ Ուժերի հետ բանակցությունները վարում է ԴՕԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Այսօր ձերբակալվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը։ Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է 6 նախկին պաշտոնյաների։ Նրանց թվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Ինքնիշխանության իսկ բացակայությունը արտահայտվում է անընդհատ այդ բառը օգտագործելով, սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է։ Այս մասին ոդքասթի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ավելին պրոբլեմային վիճակում կախյալ վիճակում Հայաստանը երբեք չի եղել, ընդ որում կախված բոլորից։ Ռուսաստանից օբյեկտիվ կախվածությունը հսկայական է։ ԵԱՏՄ-ից դուրս գալը ում է ցավեցնելու։ Նայեք, Հայաստանի արտաքին առևտրի 35-ից 40%-ը բաժին է հասնում Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ինչ տոկոս է կազմում Հայաստանը, կազմում է 0.3%։ Գյուղատնտեսությունը ոչնչացնելուց հետո ասելու է մենք այո կորցրել ենք գյուղատնտեսությունը, բայց ձեռք ենք բերել մեր անկախությունը, նման մի թեզ է լինելու, ասել է Քոչարյանը։ Ապրիլի 8-ից 9 պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբայևը։ Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբայևը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Ապրիլի 9-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։ Տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը բարձր դատական դատավորներին եւ աշխատակազմին։ Արարողակարգային միջոցառման մեկնարկի Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ներկայացնելով դատավորին մաղթել է արդյունավետ պաշտոնավարում։ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ դատավորի կարգավիճակում բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մաս անցել է Սահմանադրական դատարանում։ Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվել է Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը։ Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են Իսրայելի հյուպատոսության վրա։ Ըստ նախնական տեղեկությունների հարձակման պահին տարածքում գտնվել են անվտանգության ուժեր, որոնք արձագանքել են միջադեպին։ Տուժած ոստիկանին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրա վիճակի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Դեպքի հանգամանքները պարզվում են, իսկ իրավապահները փորձում են պարզել հարձակվողների ինքնությունը եւ դրդապատճառները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք կիրառել Իրանի դեմ ընթացող հակամարտության շրջանակում։ Նման տեսակետ է հայտնել American Conservative պարբերականը, նշելով, որ նման սցենարը քննարկվում է վերլուծական շրջանակներում։ Հոդվածի հեղինակ վերլուծաբան Էնդրյու Դեյը նշել է, որ Թրամփը նախկինում բազմիցս սպառնացել է ոչնչացնել Իրանը, եւ միջուկային զենքը կարող է դիտարկվել որպես այդ նպատակին հասնելու ամենաարագ միջոցներից մեկը։ Նրա խոսքով Սպիտակ տնից եկող հակասական ազդակների ֆոնին նման սցենարը չի բացառվում, հատկապես երբ քաղաքական հայտարարությունները ավելի են կոշտանում։ Միաժամանակ հնարավոր միջուկային հարվածի թեման արդեն քննարկվում է միջազգային մակարդակում։ ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ Մոհամեդ Սաֆան նշել է, որ ԱՄՆ-ն տեսականորեն կարող է գնալ նման քայլի, իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունում նույնպես մտահոգություն են հայտնել նման զարգացման հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Փորձագետների կարծիքով, նույնիսկ եթե Թրամփը չի ձգտում ամբողջությամբ ոչնչացնել Իրանը, նա կարող է փորձել արագ եւ ցուցադրական կերպով ավարտել հակամարտությունը։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև խաղաղության բանակցությունների առաջին փուլը ինչպես սպասվում է տեղի կունենա Իսլամաբադում ապրիլի 10-ին, հաղորդում է Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը նախատեսված է ուրբաթ օրը Իսլամաբադում, հայտնել է պորտալի թղթակից Բարակ Ռավիդը։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը, նախագահի հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը եւ Սպիտակ տան փեսան Ջարեդ Քուշները կմասնակցեն Իսլամաբադում կանալիք ԱՄՆ-Իրան բանակցություններին։ Հաղորդել է CNN News-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։ Ակնկալվում է, որ նրանք կմասնակցեն Իսլամաբադում կայանալիք Իրանի հետ խաղաղության բանակցություններին։ Աղբյուրների համաձայն Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները կանցկացվեն Պակիստանի ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք կգործեն որպես միջնորդներ։ Իսլամաբադը կարող է ավելացվել Վենսի արտասահմանյան ուղղության ծրագրին, ով այժմ գտնվում է Հունգարիայում։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Իրանի եւ ԱՄՆ պատվիրակություններին հրավիրել է Իսլամաբադ ապրիլի 10-ին բանակցություններ վարելու համար։ Հյուսիսային Կորեան մի քանի կարճեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի ճապոնական ծով, հաղորդում է Yonhap-ը, հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Հոդվածում պարզաբանվում է, որ հրթիռները արձակվել են ապրիլի 8-ի առավոտյան Հյուսիսային Կորեայի հյուսիսում գտնվող Վոնսան շրջանից։ Դրանք թռել են մոտավորապես 240 կիլոմետր։ Սա Հյուսիսային Կորեայի կողմից տարեսկզբից ի վեր 4-րդ հաստատված բալիստիկ հրթիռի արձակումն է, ընդգծել են հոդվածի հեղինակները։ Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պատվիրակության ղեկավարի վերաբերյալ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ Իսնալ լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշանակվել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատվիրակության ղեկավար։ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր կլինի Իրանի եւ նրա հակառակորդների միջև հրադադարի հաստատումից 2 շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր կլինի 2 շաբաթվա ընթացքում Իրանի զինված ուժերի հետ համակարգված աշխատանքի շնորհիվ եւ արկա տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով, ասել է նախարարը։ Նա հավելել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեն, Իսլամական Հանրապետության զինված ուժերը նույնպես կդադարեցնեն իրենց պաշտպանական հարձակումները։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է Իրանի կողմից առաջարկված մի շարք պայմանների, որոնք կարող են հիմք դառնալ զինադադարի բանակցությունների համար։ Թեհրանը ներկայացրել է 10 պահանջ, որոնց թվում են փոխադարձ չհարձակման պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման իրավունքի ճանաչում եւ բոլոր տեսակի պատժամիջոցների վերացում։ Բացի այդ, պահանջների շարքում նշվում են ԱՄՆ զորքերի դուրսբերումը տարածաշրջանից, ՄԱԿ-ի որոշ սահմանափակումների վերացում եւ Իրանի համար փոխհատուցումների տրամադրում։ Այսօր առավոտյան հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին եւ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, նշել է հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին այն նույն գործի շրջանակներում, ինչ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Հայտնի սրտաբան Նորք Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն ընդգրկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռեյտինգային ցուցակում որպես անկուսակցական, սակայն վերջնական ցուցակում տեղ չի գտել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու պատճառով։ Այս մասին հայտնել է հենց ինքը Ադամյանը։ Մինչ այդ մամուլը գրել էր, թե ծնունդով իջևանցի Ադամյանի ԿՊ ցուցակում ընդգրկվելու հարցում քաղաքացիությունը փաստորեն խոչընդոտ չի եղել։ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում մեծ շուքով նշվեց ապրիլի 7-ը, ամենագեղեցիկ եւ լուսավոր տոներից մեկը՝ մայրության եւ գեղեցկության օրը։ Միջոցառումը նախաձեռնել են քոլեջի ուսանողները հայոց լեզվի եւ գրականության դասախոս Արև Խաչատրյանի ղեկավարությամբ։ Միջոցառումը սկսվեց ուսանողների եւ իրենց մայրիկների համատեղ լուսանկարների հուզիչ հոլովակով։
Ուսանողներն իրենց ելույթներում անդրադարձան մոր անփոխարինելի դերին հայ մշակույթում, ընդգծելով նրա կարևորությունը թե ընտանիքում, թե ազգային արժեքների փոխանցման գործում։ Իր տպավորիչ ելույթով հուզեց առաջին կուրսի ուսանող Առնո Վարդանյանը, գովաբանելով մայրությունը, գեղեցկությունը եւ ուժը։ Սաղ բեկրանքով լսնելով շուրջ բոլորը, այն գեղեցիկ բնություն, ջերմ արև, լուրջ երկինք է պարգևում, իր հետ վերելով գարան անմոռանալի տոներից մեկը, որն ազդարարում է մայրության, սիրո, գեղեցկության, արժևորում են ու կարևորում։ Յուրօրինակ եւ անզուգական էր ուսանողուհիներից մեկի ելույթը։ Ուսանողներն իրենց շնորհավորական եւ շնորհակալական խոսքերն ասացին ուղղված օրվա հերոսներին։ Մայրը միակ մարդն է, ում սիրտը նույնիսկ ցավի մեջ բաբախում է մեզ համար։ Ինչ էլ որ լինի, որտեղ էլ որ լինենք, նա միշտ մեր կողքին է, իր անսահման սիրով ու անհագիստ հոգատարությամբ։ Պետք է գնահատել մայրերին, քանի դեռ նրանց սիրտը բաբախում է մեր արյունով։ Ուսանողները նշում են, որ այսօրը եւս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու դասախոսական անձնակազմի կանանց եւ իրենց մայրերին, նրանց անսահման սիրո, ջերմության եւ նվիրվածության համար, որոնց շնորհիվ ձևավորվում է ապագա սերունդը։ Եթե Իրանը համաձայնվի Հորմուզի նեղուցի լիարժեք, անհապաղ եւ անվտանգ բացմանը, ես համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի ռմբակոծությունն ու հարձակումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք արդեն հասել եւ գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները եւ շատ մոտ ենք Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության եւ մերձավոր արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքմանը, նշել է ԱՄՆ առաջնորդը։ Վերջինս հավելել է. Ստացել ենք Իրանից 10 կետանոց առաջարկ եւ կարծում ենք, որ դա գործնական հիմք է բանակցությունների համար։ Վիճելի կետերի գրեթե բոլոր կետերը համաձայնեցված են։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են Արաքի եւ Մաշարի 2 արդյունաբերական կենտրոնի, հաղորդում է Press TV-ն։ Մասնավորապես հարվածները թիրախավորել են Արաքում ալյումինի հալման գործարանը եւ Մաշարում Ֆաջր նավթաքիմիական համալիրը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը Ռուսաստան եւ Չինաստանի կողմից վետոների պատճառով։ 11 երկիր քվեարկել է փաստաթղթի օգտին, 2-ը ձեռնպահ է մնացել։ Այն կոչ է անում պետություններին համակարգել հանգամանքներին համարժեք պաշտպանական ջանքերը, նավերի անցումն ապահովելու համար։ Սա ներառում է քաղաքացիական նավերի ուղեկցումը եւ նեղուցը փակելու կամ արգելափակելու փորձերի կանխումը։ Ավելին, անվտանգության խորհուրդը հայտնում է իր պատրաստակամությունը քննարկելու հետագա միջոցառումներ Բաբ Էլ-Մանդեբով անցումը խոչընդոտողների դեմ։ Այն նաև պահանջում է Իրանից դադարեցնել առևտրային նավերի վրա հարձակումները, կոչ է անում թուլացնել ռազմական գործողությունները եւ վերսկսել երկխոսությունը։ Իրանի ԻՀՊԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ ուղղված տարածաշրջանի երկրներին։ Տարածաշրջանում ԱՄՆ գործընկերները պետք է իմանան, մինչ օրս զգալի զսպվածություն ենք ցուցաբերել բարիդրացիական հարաբերությունների նկատառումներից ելնելով։ Հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ, պատասխան գործողությունների թիրախներ ընտրելիս, սակայն այսուհետ բոլոր այդ սահմանափակումները վերացվում են։ Մենք գործողություններ կձեռնարկենք ԱՄՆ-ի եւ դաշնակիցների ենթակառուցվածքների դեմ այնպես, որ ԱՄՆ-ն եւ նրա գործընկերները տարիներ շարունակ զրկվեն նավթից եւ գազից, ասվում է հայտարարությունում։ Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը կոշտ արձագանք է տվել Ուկրաինայի գերագույն ռադայի ներկայացուցիչների հայտարարություններին, առաջարկելով զսպել նրանց ռետորաբանությունը։ Նրա խոսքը վերաբերում էր Ուկրաինայի խորհրդանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Մերժեկոյի հայտարարությանը, ըստ որի Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են շարունակել պատերազմը եւս 10 տարի։ Ժուրավլյովը քննադատել է նման դիրքորոշումը, նշելով, որ նման հայտարարություններ անում են այն մարդիկ, որոնք հեռու են մարտական գոտուց։ Նա ընդգծել է, որ նման կոշտ ռետորաբանությունը միայն սրում է իրավիճակը, հավելելով, որ պետք է քայլեր ձեռնարկել այն զսպելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղեկություններ ունի ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ԱՄՆ-ում եւ Հունգարիայում ընտրությունների վրա ազդելու փորձերի մասին։ Նա այս մասին խոսել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Վենսի խոսքով նման գործողությունները կապված են ուկրաինական համակարգի առանձնահատկությունների հետ։ Նա նշել է, որ խոսքը վերաբերում է հատուկ ծառայությունների ներսում առկա առանձին խմբերի գործունեությանը։
Երեք ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ընդրականորեն գիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, կողմ է քվեարկել 67 պատգամավոր դեմ 6-ը ձեռնպահ 0։ Փոփոխությամբ քաղաքացիական պայմանագրի պատգամավորներն առաջարկում են սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Դաշինքի անունը չի կարող պարունակել նաեւ վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դասային աստիճան շնորհելու մասին կարգադրություն է ստորագրել։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի Ա ենթակետը 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը կարգադրում է։ Ազգային ժողովի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Մարիամ Պետրոսյանի շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան, ասված է Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ապրիլի 7-ի հրամանով աշխատանքից ազատել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի կենտրոն եւ Նորքմարաշ քննչական 3-րդ բաժնի պետ Արդարադատության 2-րդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանին։ Նշվում է, որ վերջինս աշխատանքից ազատվել է իր գրավոր դիմումի համաձայն։ Դավիթ Կիրակոսյանը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա եղբայրների միջև տեղի ունեցած միջադեպի գործով քննիչներից էր։ Հատկանշական է, որ այս գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվում աշխատանքից։ Մինչ այս պաշտոնից ազատվել էր նաև Քննչական կոմիտեի Երևան քաղաքի կենտրոն եւ Նորքմարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչ Հակոբ Կողյանը։ Որպես ազատման պատճառ նշվում էր խուզարկության կարգի խախտումը։ Ռուսաստանի Դաշնության ալկոհոլի եւ ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը իր վերահսկողական լիազորությունների շրջանակում չնախատեսված ստուգում է իրականացրել Պրոշյանի կոնյակի գործարան Սպայում, որը ներմուծում է կոնյակի արտադրանք։ Ստուգման ընթացքում հավաքվել են Ռուսաստանի Դաշնություն ներմուծված կոնյակի նմուշներ, որոնք ենթարկվել են լաբորատոր փորձաքննության։ Հավատարմագրված լաբորատորիայի արդյունքներով պարզվել է, որ արտադրանքը չի համապատասխանում ծառայության պահանջներին։ Հայտնաբերվել են ոչ խաղողի ծագումով սպիրտներ, ինչպես նաև արտադրանքի կազմի եւ հայտարարված անվանման միջև անհամապատասխանություն։ Արձանագրված խախտումների հիմքով ծառայությունը որոշում է ընդունել դիմել դատարան լիցենզիայի չեղարկման եւ կասեցման պահանջով։ Նշված հարցը ներկայում քննարկվում է արբիտրաժային դատարանում։ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին ի պատասխան Իրանը պահանջել է երաշխիքներ, որ իր վրա կրկին հարձակում չի լինի, հաղորդում է New York Times-ը, հողում անելով իրանցի պաշտոնյաներին։ Ավելի վաղ Իրանի պետական լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի առաջարկին ի պատասխան Իրանը մերժել է հրադադարի հնարավորությունը, նշելով հակամարտության մշտական դադարեցման եւ պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը։ Ավելին պատասխանումներ արված էին Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ պահանջներ։ Իրանական առաջարկը ներառում էր երաշխիք, որ Իրանը կրկին չի ենթարկվի հարձակման, ասվում է հայտարարության մեջ, հղում անելով իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գտնվում է անգիտակից վիճակում եւ բուժում է ստանում։ Այս մասին հայտնում է Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Հրապարակման համաձայն տեղեկությունը հիմնված է դիվանագիտական գրության վրա, որը կազմվել է ենթադրաբար ամերիկյան եւ իսրայելական հետախուզական տվյալների հիման վրա եւ փոխանցվել Պարսից ծոցի դաշնակիցներին։ Ըստ նույն աղբյուրի Խամենեին գտնվում է Քում քաղաքում, Թեհրանից մոտ 130 կիլոմետր հարավ եւ ծանր վիճակի պատճառով չի կարող մասնակցել պետական որոշումների կայացման գործընթացին։ Նշվում է, որ այս տեղեկատվությունը առաջին անգամ է բացահայտում նրա գտնվելու վայրը, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում։ Սպիտակ տունը կրկնել է իր սպառնալիքը Իրանը քարե դարի մեջ գցելու մասին, եթե Թեհրանը մինչև վերջնագրի ժամկետի ավարտը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ։ Իրանի իշխանությունները պետք է համաձայնության գան Միացյալ Նահանգների հետ մինչև վաղը, ապրիլի 8-ը, ժամը 20:00-ն, Երևանի ժամանակով ժամը 4:00-ին։ Հակառակ դեպքում նախագահը նրանց կվերադարձնի քարե դար, ինչպես խոստացել էր, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Իրանի արևմուտքում գտնվող Լորեստան նահանգի Խորամաբադի միջազգային օդանավակայանը ենթարկվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի օդային հարվածներին, հայտնել է փոխնահանգապետը։ Խորամաբադի օդանավակայանը հարվածի է ենթարկվել ամերիկացի սիոնիստ թշնամիների կողմից, ասել է նա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Ուկրաինան վաղուց արժանի է օրեշնի քրթիրային համալիրով հարվածի։ Նրա խոսքով նման զենքի կիրառման որոշումը կախված է Ռուսաստանի ռազմական ղեկավարությունից, սակայն նա նշել է մի շարք դեպքեր, որոնք ըստ նրա անպատասխան չեն մնա։ Խոսքը վերաբերում է Նովորոսիսկի վրա հարվածներին, Ազովի ծովում բեռնատար նավի խորտակմանը եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ պատրաստ է իր կյանքը տալ իր երկրի համար, ինչպես նաև 14 միլիոն իրանցիներ, որոնք հայտնել են իրենց զոհաբերելու պատրաստակամությունը, պաշտպանելու Իսլամական Հանրապետությունը։ Ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցիներ արդեն հայտարարել են իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին, Իրանը պաշտպանելու համար։ Ես նույնպես եղել եմ կամ եւ կլինեմ այն մեկը, ով պատրաստ է իր կյանքը զոհաբերել Իրանի համար, հայտարարել է նախագահը։ Իրանի կողմից պատերազմի ավարտի առաջարկվող ծրագիրը նախատեսում է $2 միլիոն Թուրք Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար, հաղորդում է New York Times-ը, հողում անելով անանուն իրանցի պաշտոնյաների։ Հրատարակության տվյալներով 10 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կխուսափեն Իրանի վրա ապագա հարձակումներից։ Այն նաև նախատեսում է, որ Իսրայելը կխուսափի Լիբանանում Հեզբոլլահի դիրքերին հարվածելուց եւ կվերացնի բոլոր պատժամիջոցները։ Դրա դիմաց Իրանը կդադարեցնի Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակումը եւ կսկսի գանձել մոտավորապես $2 միլիոն չափով տուրք յուրաքանչյուր նավի համար։ Թեհրանը նաև մտադիր այս միջոցները կիսել նեղուցի մյուս կողմում գտնվող Օմանի հետ։ Իրանը ստացված եկամտի իր բաժինը կօգտագործի Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերված ենթակառուցվածքները վերականգնելու վրա։ Հարավային Կորեան շարունակում է չներմուծել ռուսական նավթ, նույնիսկ ԱՄՆ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման պայմաններում։ Այս մասին հայտնել է երկրի առևտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունը։ Էներգակիրների մատակարարման ճգնաժամը, որը առաջացել է Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով, ստիպել է Սեուլին որոնել այլընտրանքային աղբյուրներ։ Նավթ մատակարարող երկրների ցանկում ընդգրկված են ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բրազիլիան եւ Կանադան, սակայն Ռուսաստանը այդ ցանկում բացակայում է։ Միաժամանակ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջեմյոնը քաղաքացիներին կոչ է արել խնայել վառելիքը, նշելով, որ Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունները երկրի համար լուրջ էներգետիկ սպառնալիք են ստեղծել, սակայն չնայած նավթից հրաժարվելուն, հարավկորեական LG Chem ընկերությունը նախատեսում է Ռուսաստանից ներմուծել մոտ 27,000 տոննա նավթ, բենզինի արտադրության համար օգտագործվող հավելանյութ։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում ապրիլի 8-ից 12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Լեռնային եւ առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-ից 10-ը ձյան եւ թացձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ապրիլի 8-ից 10 առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում 24-ից 27 մետր վարկյան արագությամբ։ Լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ից 3-ը 10-ի գիշերը կնվազի 5-ից 7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։ Երևանում ապրիլի 8-ին 11-ից 12-ը սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 9-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ապրիլի 9-ից 10-ը սպասվում է քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։